Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօր ուզում եմ խոսել ձեզ հուսող կոնկրետ հարցերից, այն հարցերից, որի մասին անհատական գրում եք, մեծամասամբ գրում եք մասսայական, և քանի որ ձեզ քաղաքական դաշտը այսպես ասած ճակետավոր շատերից չի հետաքրքրում ասում եք աթոռակռիվ է, եկել եմ ձեր իրավիճակին, ձեր բարդացած կյանքի պրոբլեմներից խոսելու։ Սկսենք նրանից, որ Նիկոլը հայտարարել էր, որ թոշակառուները ինչ պետք է անեն այդ 10,000 դրամը, դրան մենք անդրադարձել ենք, հիմա նոր հայտնագործություն, Ալեն Սիմոնյանն ասում է, որ պետք է լավ հագնվի թոշակ բարձրացնողը, որպեսզի կարողանա թոշակները բարձրացնել։ Սիմոնյան Ալեն, այդ թքող ուղտ։ Դու այնքան էժան ես, հագիդ կոստյումն էլ քո էությունից այնքան է արդեն թանկ, որ ինչքան էլ թոշակ բարձրացնես, միևնույն է, տեղ կա բարձրացնելու։ Պարգևավճարները ինքներդ ձեզ պարգևավճարներ եք բաշխում, արդեն էլ ցինիզմով առանց համաչելու, առանց հասարակական կարծիքը հաշվի առնելու, իսկ եթե օպոզիցիան ինչ-որ մի բան է անում, ասում եք, բա հասարակական կարծիքը։ Դուք արդեն այն աստիճան եք չափներդ անպատժելիությունից անցել, որ էլ չեք էլ թաքցնում, արդեն ծրարներով, առաջներում գոնե ամոթ ունեին, ծրարներով էին այդ պարգևավճարները տալիս, դուք արդեն, որ ասում են բացահայտ թալանում եք երկիրը, բացահայտ միացնում եք Ադրբեջանին, ինքներդ ձեզ բացահայտ պարգևավճարներով պարգևատրում եք այ անարժաններ, ու դեռ այդքանից հետո էլ ուզում եք, որ ժողովուրդը ձեզ հանդուրժի։ Թոշակառուների վիճակը գնալով օր-օրի ավելի լացելու է դառնում, որովհետև գները թանկանում են, մտեք խանութները տեսեք այդ թոշակով ինչ կարելի է առնել, անգամ ամենաբարձր թոշակով, ու կհասկանաք ինչ վիճակով է այսօր ապրում թոշակառուն։ Ինչ վերաբերվում է երկրի դեմք եք ներկայացնում, ցավոք սրտի, դուք այսօր ներկայացնում եք երկրի հակառակ կողմը, որովհետև երկրի դեմք դուք չեք կարող լինել, դուք ոնց կարաք լինեք հաղթող թագավորների Հայաստանը, դուք ոնց կարող եք ներկայացնել մի ազգի, որի սրբությունները ինքներդ եք ոտնահարում։ Ինչ էիք հայտարարել, եկեղեցին միայն ծայրահեղ դեպքում կարող ենք վաճառքի հանել, հա? Հիմա արդեն եկեղեցիներն եք վաճառքի հանում։ Նիկոլը հեծի կռիվ էր անում։ Ինչի համար, որպեսզի միացնի Ադրբեջանի հեծին, որպեսզի բացահայտ ազգային ժողովի ամբիոնից հայտարարի, որ միացնում եմ, կա վիդեոները, մտեք ինտերնետից նայեք, եթե չեք հավատում իմ ասածներին։ Ժողովուրդ, բացահայտ հայտարարում է, Ադրբեջանի հետ միավորում ենք էներգետիկայի ոլորտը։ Ինչի համար են միավորում, որպեսզի կարողանան արք ու վաճառք անել թուրքերի հետ արդեն բացահայտ։ Բենզինը իրենց քիչ էր, հիմա էլ թուրքական գազ ու էներգետիկա են ուզում խառնել մեր մաքուր առօրյային։ Դեռ հարց է, ինչ գնով, ինչի դիմաց, մեր անկախության, մեր պետականության դիմաց, ասեմ, որովհետև այլ կերպ խաղաղության չեկող Ադրբեջանը, որ անընդհատ Ալիևը հայտարարում է, որ Երևան չէ, Երևան է, որ դա արևելյան Հայաստան, արևելյան Ադրբեջան է, եւ նման բաներ, որ հայերը եկվոր են, հայերը Հնդկաստանից են եկել, այդ Ալիևյան թեզերին զուգահեռ, եթե դու Ադրբեջանին ես միացնում, քո էներգետիկ համակարգը, եթե դու Ադրբեջանի հետ համաձայն ես, անվորակ բենզին, գազ և հոսանքներ կրել, այդ միայն մի բան է նշանակում, որ դու թուրք ես ու անում ես ամեն ինչ, որպեսզի Հայաստան պետությունը ոչնչացնես, պատվերով, լավ վճարի դիմաց, բացահայտ Ադրբեջանը արդեն ասել է, որ աչակցում է ընտրությունների ժամանակ ՔՊ-ին ու Նիկոլին, ես ժողովուրդ ուզում եմ ձեզ մի հատ հարց տալ։ Վահագն Խաչատրյանը դա մի առանձին առասպել է, այդ ՀՀՇ-ի, այդ
հին արխիվային առնետը, դա մի այլ կատեգորիայի երկոտանի երևույթ է, ասեմ ինչի համար, Վահագը հայտնի է որպես մեռել թաղող, Վահագն Խաչատրյանի, նախագահն ես, չէ, իբրև հիմա, ես իմ ինչ, Էդ որ սիրում ես գնաս Անգլիայի թակում երաս թակու կող կնկարվես Հռոմի պապի, հիմա էլ որոշել ես եկեղեցում բանը, քարոզչություն անես, դու էլ ես կուսակրում Վահագ, կարող է կուսակրուն ես խաբար չենք, բացահայտ ասա հասկանանք կարող է գնաս վերջը մեղքերի թողություն տալու կուսակրոնություն ընդունելու, ինչ է իրանում քարոզում էիր, որ ծապտան, հա, Նիկոլի արժեքներն էիր քարոզում, սրբապիղծներիդ հետ եկեղեցում, ու դա քեզ քիչ է, մի հատ էլ հələ տնտեսական, Դավոս միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ Ալիևին ասում է շնորհակալություն, ինչի համար շնորհակալություն, մեր 7000 տղաների ոսկորները մինչև այսօր դեռ հանգրվան չեն գտել, մեր 12000 վիրավոր հետ եկած տղաների համար, մեր եռապատկված եռաբլրի համար, թե մեր խլված Արցախի համար, որ մի բանի համար ես Ալիևին շնորհակալություն ասում, ու այն Ալիևին, որը որ առեսօր անընդհատ հայտարարում է, որ հայերը մահմեդական աշխարհի համար, այսպես ասած սպառնալիք են, հայկական եկեղեցին սպառնալիք է, այ անհավատ անսրբություն քեմալականներ, որ հայ կոչվելու իրավունք չունեք, որտև հայ ծնվելուց բացի, հայ է նա, ով կարողանում է պահպանել ու պաշտպանել հայկական արժեքները, Հայաստան պետությունը եւ այն ամենը, ինչ հայկական ծագում ունի։ Իսկ դուք հակառակը աճուրդի եք դրել այդ ամեն ինչը։ Հիմա եթե ինչ-որ մի բան ասում ենք, դուք վրա սկսում եք, անընդհատ սկսում եք, ռուսական, ես շատ գիտեմ աթորա կռիվ, նախկին, ես իմ ինչ, այդ նախկինա ցավով տառապողներին հիմա ուզում եմ հարց տալ։ Ոնց, ձեր համար նորմալ է, որ Ադրբեջանից հնարավոր է նաև նորմալ է։ Գուցե սկսեք վերջում արդեն հայերենի փոխարեն թուրքերեն խոսել, ադրբեջաներեն։ Ավելի էժան պամիդոր կստանաք։ Ավելի էժան բենզին կառնեք։ Ինչ պարտադիր է, որ հայ լինեք, չէ, ձեր համար դա էական նշանակություն չունի, եթե լռած այդ ամենին հանդուրժողական սպասում եք, նայում եք կողքից։ Շատ են նաև, ոնց էր ասում Նիկոլաս, մեր ակետից դեկետ ավտոմեքենա տեղափոխելը դրա համար մեծ խելք ու միտք պետք չի։ Դե եթե դրա համար մեծ խելք ու միտք պետք չի, 3000 վարորդների տարբեր պատճառներով, ընդ որում 10-ից 20 տարի վարորդական ստարժ ու այդքան էլ նաև ակետից բեկետ տեղափոխող վարորդներին, ավտոմեքենաները տարբեր կատեգորիաների, դրանցից մի մասը 44 օրյա պատերազմի վիրավոր հետ եկած տղաներ են, որոնք որ այսօր նաև զինվորե հայր են։ Դու քիչ է, որ զրկում ես, մի հատ էլ դատ ես անում, 375,000 մարդուն դու տուգանքի ես ենթարկել, այն դեպքում, երբ այդ մարդը չի ներկայացել դատարան, չի ներկայացել առանց նրա ներկայության դու դատարանով, պատիժ ես ներկայացրել, տուգանք ես ներկայացրել մարդուն, ու այնպիսի մի մարդու օրինակի համար, դա մի օրինակն է, ու այդպես 3000, այնպիսի մի մարդու, որ տղաներից մեկը իրա հետ սահման էր պահում, սահման է պահում, իսկ մյուս տղան գնալու է սահման պահելու, դուք ընդհանրապես, և ինչի մասին է պապիկյան խոսքը, ինչ զինվորի, ինչ բանակի մասին է խոսքը, եթե դուք Ալիևի հետ գնում եք շնորհակալություն հայտնելու, բանակը ինչներիդ է պետք, ինչ եք անելու այդ բանակը, որպեսզի կարողանաք հիմքը, սերմը, հայկական ամեն ինչը ոչնչացնել, այս անգամ արդեն տղաների հետ աղջիկներին էլ եք տանելու կոտորեք, հա, ևս մի անգամ, այս անգամ էլ Սյունիքի դիմաց, որովհետև ձեզ խանգարում են ամենը ինչը, որ հայկական է, որովհետև ձեզ խանգարում են դուք մեզ բերթերն ու ազգային անվտանգության նկուղներում փակում եք, որովհետև մենք ձեզ խանգարում ենք, մենք հայերս, բոլոր նրանք, ովքեր կանգնած են հայկական բանակաշինության ակունքներում,
հայկական մշակույթի ակունքներում բոլոր մենք, որոնք որ փորձում են պաշտպանել այս երկիրը ձեր նման թուրքերից ու թուրքացած թլպատվածներից։